Պետք է հասկանալ, որ տրոմբը դա մակարդուկ է, դա մակարդելիության համակարգի, դա պաշտպանական ռեակցիա է իրականում, տրոմբոզի առաջացումը, դա պաշտպանություն է արյունահոսություններից։ Բայց եթե տրոմբոզը լինում է ախտաբանական process, բնականաբար դա կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ կարող լինի, վերջույթներին սպառնացող կամ մի շարք բարդ հիվանդությունների պատճառ նույնպես հանդիսանում է տրոմբոզը։ Խորանիստ երակների տրոմբոզի պատճառները մի շարք են։ Դա սկսած հղիություններ, ծննդաբերություններ, հորմոնալ պրեպարատների կիրառում, անշարժ երկարատև վիճակ հիվանդ պացիենտների մոտ, վիրահատությունների արդյունքում, նաև հաճախ օնկոլոգիական հիվանդների մոտ է զարգանում տրոմբոզը, dus կան մի շարք պատճառներ, նպաստող գործոններ տրոմբոզի առաջացման համար։ Իսկ տարիքային հիմնական խումբ կա, որ ավելի հաճախ։ Այո, տարիքի ավելացման հետ տրոմբոզի ռիսկը բնականաբար մեծանում է, ինչպես բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինսուլտը դա արդեն զարկերակային տրոմբոզի արդյունքում առաջանում։ Այո, եթե ունենք օրինակ քնային զարկերակի աթերոսկլերոզ, որը բարդացել է տրոմբոզով եւ տրոմբոտիկ զանգվածների էմբոլիայի հետևանքով մենք ունենում ենք ինսուլտ, նաեւ սրտիցն է պոկված տրոմբիկներով, այսպես ասենք, նույնպես կարող զարգանա ինսուլտ։ Այո, որպես ինսուլտի հիմնական պատճառներից մեկը միկրոէմբոլիան տրոմբոտիկ զանգվածներով։